մահ կամ ազատությունը չի վերաբերվում մեր ժողովրդին։ Մահ կամ ազատությունը վերաբերվում է դաշնակցականների։ Ասպրամ Կրպեյանի հայրը Թաթուլը Կրպեյան, երբ որ 89-ից գնաց Գետաշեն մահ կամ ազատության երթումով, այնտեղ երգչախումբեր ղեկավարում, դաս էր տալիս, գիշերը մարտական հերթապահություն էր անում, երբ որ սկսվեց Կոլցո օպերացիան, Թաթուլ Կրպեյանը ոչ թե ժողովրդին ասեց ժողովուրդ գնացեք մահվան կամ ազատության, այլ ինքը ուղղակի նռնակով ինքը ընտրեց մահը, որպեսզի ապահովի գետաշենցիների ազատությունը։ Պետրոս Մեղրյանի եղբայր Արցախի հերոս Շահեն Մեղրյանը 92 թվականի Շահումյանի հայաթափումից հետո ոչ թե բոլոր շահումյանցիներին քշեց պարտիզանական կռվի, այլ իր համախոհների հետ թշնամու թիկունքում պարտիզանական կռվով ապահովեց Տոնաշենով Արցախի հետ միավորումը ու հետո նահատակվեց այդտեղ։ Արգիշտի Գևորգյանը, որ այստեղ ձեր գոլեգան է, հիմա ուրախ եմ, որ այստեղ չի թույլ չի տա խոսեմ։ Եվ քարորյային, եւ 44 օրյային ոչ թե ասեց ախպեր ես ճարտարապետ եմ, ինձ վային կոմատը եթե չի զորակոչել, ես չեմ գնում։ Առաջին իսկ օրից դաշնակցության երիտասարդականի կամավորական Վաշտի որպես հրամանատար մինչև վերջ եղավ այնտեղ։ Մահը դաշնակցականներինն է, որի միջոցով ապահովում է ազատությունը։